Ողջույն։ Երբ մարդկանց հարցնում ենք, թե Հայաստանին ամենաշատը ինչ է պետք, առաջինը պատասխանում են խաղաղություն։ Դա առաջին տեղում է, հետո ուժեղ բանակ։ Չնայած մեր ժողովուրդը սոցիալական շատ ծանր վիճակում է ու դա գիտեք առանց իմ ասելու, այնուամենայնիվ քաղաքացին առաջին հերթին ոչ թե աշխատանք, թոշակ է ուզում, այլ խաղաղություն։ Իդեպ նրանք չեն կիսում ՔՊԱ-ականների չափազանց անհիմն լավատեսությունը, թե խաղաղությունն արդեն եկել է։ ՔՊԱ-ականները դա ասում են առանց որևէ երաշխիքի, առանց ռազմաքաղաքական հաշվարկի, առանց նույնիսկ նվազագույն կասկածի։ Սա ընդամենը քաղաքական, աշխարհաքաղաքական կուրություն է։ Այդ մարդիկ ժամանակակից աշխարհի միտումներին, փոփոխություններին, զարգացումներին բոլորովին հաղորդ չեն պատկերացնում ու չեն հասկանում, ինչ է տեղի ունենում։ Աշխարհը վերադարձել է կոպիտ ուժի լեզվին, իսկ սրանք ապրում են փաստաթղթերի պատրանքով։ Հանգիստ եղեք, ամեն ինչ կարգին է, խաղաղությունը եկել է, տակը թուղթ կա։ Երեկ տեղի ունեցավ խաղաղության խորհրդի հավաք։ Փաշինյանն էլ էր ստորագրում։ Լավ է հնչում, չէ՞, խաղաղության խորհուրդ, համաշխարհային։ Կազմակերպիչ Թրամփը, որը խաղաղության Նոբելյան մրցանակ է պահանջում, պնդելով, թե մի 350 հատ հակամարտություն է կարգավորել, հենց նա է վկայում խաղաղության խաբուսիկլիները։ Միայն հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահի առևանգման փաստը խառնում է ամբողջ աշխարհի խաղաղության, ուժի կիրառման, ինքնիշխանության խախտման եւ այլնի մասին պատկերացումները։ Մտնում են ամերիկյան հատուկ ջոկատայինները Վենեսուելա եւ պարզապես գերի վերցնում նախագահին, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Պատմության մեջ եղել են նման մի քանի դեպք ևս, կեսը դարձյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ 80-ականների վերջին ԱՄՆ զինված ուժերը մտան Պանամա եւ ձերբակալեցին երկրի ղեկավարին։ Նույն ԱՄՆ-ն մի հատ էլ 2004-ին մտավ Հայիթի դաշնակից ուժերի հետ ու նախագահին տարավ երկրից։ Մի երկու այլ դեպքեր էլ են եղել՝ Չեխոսլովակիա, Աֆղանստան, բայց դրանք բոլորն էլ բացառիկ դեպքեր են, միջազգային իրավունքի կոպիտ խախտում եւ բոլոր դեպքերում էլ հանգեցրել են երկարատև ճգնաժամերի։ Հիմա Թրամփն ասում է աշխարհում գոյություն ունի մեկ իրավունք՝ ուժի իրավունքը։ Դա ասում է նույն Թրամփը, որը կարծեմ WhatsApp-ի համարը տվել է Նիկոլին ու ասել. հանգիստ գնա, հենց Ալիևը նեղի կզանգես։ Պարապ գործերի մինիստր Վահագն Խաչատուրյանը 10 անգամ շնորհակալություն է հայտնում Ալիևին, որ օկուպացրեց Արցախը, 5000 զոհ տվեց, 10000-ից ավելի վիրավոր, 150,000 գաղթական ու ՔՊ-ին ազատեց Ղարաբաղից, որը Նիկոլը համարում էր վզին թոք։ Այդ նույն Ալիևը տարին նոր է սկսել, բայց արդեն 2 ելույթ ունեցել է այն մասին, որ միջազգային իրավունք, պայմանագիր, բան հիմարություն են եւ կարևորը ուժն է։ Ու հիմա Ալիևը զինում է իր բանակը ավելի ուժեղ, քան մինչև 2020 թվականներ։ Հիմա կողքի հարևանը ասում է. միջազգային իրավունք գոյություն չունի, իմ բանակը շարունակում է զինվել, որովհետև միակ իրավունքը ուժն է։ Այս կողքի հարևանն ասում է. միջազգային իրավունք, Ալմատի հռչակագիր, անկլավներ, սահմանազատում, բանակի կրճատում, առևտուր, իրանցի պատ։ Հիմա դուք եզրակացրեք, թե ինչ կարող է լինել այդ հարևանի հետ, որը մենք ենք։ Այսինքն մի կողմում պետություն է, որը հայտարարում է ուժն է իրավունքը, մյուս կողմում պետություն է, որը հրաժարվում է ուժից ու հույսը դնում է թղթի վրա։ Ալիևը ուղիղ հաստատ է հղում, որ ցանկացած պահի, երբ իր համար հարմար պահ եղավ, դիմելու է ուժին։ Ալիևը հարցազրույցներում Հայաստանն անվանում է թշնամի, մի քանի անգամ ամեն հարցազրույցում։ Այն միջանցքի մասին, որ սրանք ամեն օր գովազդ են անում, Արարատ Միրզոյանը 2 օր առաջ ԱԺ ասում էր 16 տեղ գրված է ինքնիշխանություն բառը, մի 10 տեղ էլ իրավազորություն բառը։ Ալիևն ասում է, անունը ինչ էլ դնեք, միջանցք է դա։ Ադրբեջանն ունենալու է անխոչնդոտ անցում, մեզ չեն հսկելու, ու այդ միջանցքը ցանկացած դեպքում ասում է բացվելու է, պետք եղավ ուժով։ Դա ասում է Նիկոլի հետ խաղաղություն նախաստորագրողը։ Ամեն ելույթում խոսում են սրանք ինքնիշխանությունից մի 10 անգամ։ Հայաստանի տարածքի մի քանի մեծ կտոր օկուպացրած Ալիևն ասում է Հայաստանի սահմաններ գոյություն չունեն, այդ կադաստրի թուղթ բան գոյություն չունի, քանի դեռ դրանք չենք ճանաչել։
Նիկոլը ճանաչել է Ադրբեջանի սահմանները, ներառյալ Արցախը, ներառյալ անկլավները։ Ալիևը միտեղ հայտարարած կա, որ Հայաստանից տարածքներ կան, որ հիմա տնօրինում է Ադրբեջանը, օկուպացրել է Ադրբեջանը։ Ալիևը մի անգամ գոնե հայտարարել է, որ դուրս են գալու Սև լճից։ Ալիևի ասած այն է, որ ինչը իր սրտով չեղավ, ուժով է անելու։ Եվ սա հարձակման մշտական ռիսկ է։ Նիկոլի արտաքին հետախուզության ծառայությունը այս ելույթներն ունենալով լավաշ հոդված է գրում, անունը դնում զեկույց, որտեղ ասում է Ադրբեջանից որևէ ռիսկ չկա։ 2026-ին խաղաղությունը ամրապնդվելու է, օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո ասում է ռազմական էսկալացիան անհնար է։ Սա ասում է Թրամփի հայտարարությունից հետո, որ փաստաթուղթ բան զրո է, կարևորը ուժն է։ Այդ զեկույցը գրել են այն ֆոնին, երբ ամեն օր ռազմական մի քանի ինքնաթիռ զենք է բերում Ադրբեջան։ Կրկնում եմ, Ադրբեջանը հիմա զինվում է ավելի ինտենսիվ, քան այն տարիներին, երբ զինվում էր Արցախը գրավելու համար։ Ինչու ենք մենք անընդհատ անհանգստանում Ալիևի հայտարարություններից։ Պատճառն այն է, որ Նիկոլից ոչինչ կախված չէ։ Եթե ունենայինք այնպիսի ղեկավար, որի վրա կարող էինք հենվել, կասենք ջանդամը, Ալիևն ինչ ասում է, թող ասի, մեկ է, մրթին ուտելու է, բայց ունենք խեղճ ու նվաստ Նիկոլ։ Ալիևը բացահայտ ասում է պատերազմի սպառնալիքներով Նիկոլին զիջումների եմ դրդում։ Ասել եմ, ցանկացած ճանապարհով կբացեմ միջանցք, վախեցրել եմ ու խթանել եմ, որ Նիկոլը որոշում կայացնի։ Ուժի սպառնալիքով, ուժն է իրավունքը, չունես ուժ, ուրեմն իրավունքներ էլ չունես։ Իսկ Հայաստանը ոչ զինվում է, Նիկոլի երեսից արդեն ոչ էլ ունի այնպիսի դաշնակից, որի վրա կարող է հենվել։ Այս խաղաղություն կոչվածը ամբողջ գործընթացը, այդ խաղաղություն կոչվածը իրականում բոլոր փուլերում տեղի ունեցել Հայաստանի հնազանդության պայմաններում։ Իրականում 2020 թվականից ի վեր Ղարաբաղի հարցում, հայ-ադրբեջանական հարաբերություններում գոնե մի բան չեք գտնի, որ Հայաստանի հայ ժողովրդի սրտով է լուծվել։ Կարճ ասած, այս պահին ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, որը պահպանվում է միայն Հայաստանի իշխանության միակողմանի զիջումների հաշվին։ Որքան շարունակվեն զիջումները, այնքան կշարունակվի հրադադարը։ Իսկ զիջումները խաղաղության պայմանագրով չեն սահմանափակվի, եթե իհարկե լինի այդ պայմանագիրը։ Ամեն հարցում, անգամ այն հարցում, որտեղ Հայաստանը արդեն զիջումների է գնացել եւ համարել է թեման փակված, վերադառնալու են ու ելի զիջումներ պարտադրեն ու ամեն անգամ ուժի սպառնալիքով։ Զիջումները վերջացան, վստահաբար կվերջանա նաեւ խաղաղությունը։